Սամետ թվականին է Սունյաց ողջուները սա Հայաստանից դրանով է Հիմա ոնց որ Հարց է կա ուղղելուց ես, եթե կարելի Պարոն Քոչարյան, դուք չգիտեմ ինչպես կտուրեք Իշխանությունը հանձնելով Սերժ Սարգսյանին դուք չեք ընդունում ձեր կյանքի ամենամեծ սխալը Ավելի ճիշտ չէ այդ 10 տարին դուք երկիրը վերածեիք ռազմական դիկտատուրայի 10 տարվա մեջ երկիրը ոտքի կանգնեցրեիք նոր արդեն ընտրական համակարգով գնացած է Աչե մասը չեմ ընդունում Չէ, ընդունեք որ աշխարհում եղել է դեպք Ֆրանկոն Իսպանիայում արել 36 թվականին Պինոչետը արել է Չիլիում 78 թվականին երկու դեպքում էլ երկիրը ծաղկել է Ամենից լավ դեպքը իհարկե ոչ Ֆրանկոյին, ոչ Պինոչետին, ամենից լավ դեպքը Սինգապուրին, որը ասենց բավական խիստ, բայց 30 տարի պարեց կառուցեց երկիրը եւ ցանկից ինքը գնաց։ Սինգապուրը դեպքը ավելի բան է, բայց այն ժամանակ ինքնից դա շատ չոր էր։ Հասկանալի է։ Բայց Պինոչետինը մի քիչ աշխարհակահաղական բան կա։ Պինոչետը գնդակահարեց մեծ սովետական միության Ալիենդի բանը որ ընտրվեց, միացյալ նահանգների կանոնները Պինոչետի ասել են ռազմական հեղափոխությունը
Բայց իրականում Պինոչետը երկիրը Սաղկեցրեց։ ու կա մեկ ուրիշ օրինակ Հարավային Կորեա, որը ագրարային երկրից ռազմական խունտայի ժամանակ դարձել է արդյունաբերական եւ իշխանար Հարավային Կորեայի մոդելը այդ տեսակետից կարող է դասի։ Եթե կարելի է երկրորդ հարց, քաջարանի վերաբերյալ։ Անցած տոկնություններում քաջարանի ժողովուրդը ձեզ ընտրեց։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության միակ քաղաքն է, որտեղ դուք ընտրվել եք։ Նստում եք դուք լավ։ Բայց եղավ հակառակը ընտրություններից հետո այն զանգվածը, որը ընդառաջում էր ձեզ, հասկանում էր, քանի որ քաջարանցիների մակարդակը շատ բարձր էր, գիտեին, որ ավելի վատ վիճակում էր լինելու, դրա համար են ձեզ ընտրել։ 38 մարդ ռեպրեսիայի ենթարկվեց, զուտ նրա համար միայն, որ ընդառաջել է ձեզ, այո, այդ 38 մարդը աշխատում էր կոմբինատի բոլոր լրջագույն օբյեկտներում, ունեին աշխատանքային մեծ փորձ, լուրջ հանքագործներ։ Հիմա պարզորոշ ասենք, կանչեցին Երևան բոլորին, դրեցին երկու, այսպես ասած, ռամկայի մեջ, կամ դիմում եք տալիս ինքնական հեռանում, կամ ձեր պակարում։ Բնականաբար առաջին ընտրեցին։ Դուք անցնելով իշխանության գլով, այս հարցը ինչպես եք լուծելու, սա քաջարանցիների բոլորի հետաքրող հարց է։ Մի հատ ինձ բան արեք, մի հատ ինձ պարզաբան է, այն ժամանակ սեփականատերը գերմանացիներն են։ Պալասկոն գործարարներն են։ Համորենը պալասկոն է։ Դարվատոմորն ենք, բայց սեփականատերը գերմանացիներն էին։ 30 հոգի հանեցին, հետո խլեցին։ Բայց իրենք հանեցին, թե որտեղ իրենք չհանեցին, կանչեցին Երևան պետավանդակությամբ։ ստեղծեցին Դրեցին կոնկրետ այդ պրավկաների մեջ։ Իրաքի ազգինում Միամից հետո կոմբինատը Սպիտար աշխատանք։ Իհարկե ինձ կներեք, որ ձեզ պես հարց է զարցրել, ձեր 90 թվականից եմ ճանաչում Գորիսյան հանդիպումից, կարող է այսօր դուք չէիք, բայց ոչ է։ Առաջինը բարելա քրեական պատասխանատվության ենթարկել է ավարտի բանը։ Սա առաջինը, երկրորդը, Դա Փաշինյանի հրահանգն է։ Փաշինյանի հրահանգով է կապարել։ հա, ինքը երևի մի քանի Ինքը մի ելույթում 10-20 քրեական հոդված արդեն բան է։ Ինքը իր ելույթում ասա, հետ սիպտրաներին ասում էր, եթե դուք չեն փակվեք, իմ հրամանը, քաջարանցիների օր։ Սակսի վերանալ։ Դուք գտնում եք, որ պետք է լուրջ հետևություն անել։ Հիմա մենք գիտենք, հիմա շատ ավելի վատ է դառել։ Հիմա մի հատ լայքի համար Facebook-ան է, լայքի համար մարդը գործից անում։ Սենց չի է։ Իսկապես սենց չի է։ Մի հատ լայքի համար աշխատանքից հեռացում։ Այդ տեսանկյունից Երևանը սենց ավելի մի քիչ ուրիշ տրամադրության մեջ է։ Ես հասկանում եմ, որ այստեղ այդ լծակը 100%-ով կիրառում է, ինչքան հնարավոր է փորձում է չեղած պայել։ Բայց մի ձև ունենք։ Մտի գնալ քվեաթեր, այդ քվեաթերը որտեղ բան է սարում, դեռ չեմ մտնելու ասել։ 17-ին համար 17 Հետաքրքիրը գերմանացի դերավորը լավ ընդհանրապես աշխատանքային թե հետո մտածեցին խոսներ։ Գիտեք երբել է Մաքսիմ Հակոբյանի օրենքը։ Հանքագործությունը շատ կոնկրետ էր, ավերածություններ չէին անում, ինչպես հիմա են անում, խոսքը էկոլոգիայի մասին։ Նորմալ կառավարման սիստեմը։ Մաքսիմը գերմանացի ժամանակ էր, Չէ, հա, հա, գերմանացի ժամանակ։ Այո, գերմանացի ժամանակ։ Գերմանացի շատ կարճ է։
Ամենայն դեպս այդքանը կատարվել է։ Լավ է, երեխաները ձևը 17 Իսկ բանը ես մտածեցի, որ ինչ-որ տարբերքներ են գործում են բանային էկոլոգիայի ինչ-որ խնդիրներ նորարարից Էկոլոգիայի վիճակը շատ այսօր Սյունիքի մարզում էկոլոգիայի վիճակը շատ Իսկ այդ մարդիկ երբ աշխատում էին, այդպիսի պրոբլեմներ չկար Երբ զովես չընդունեք, բացի գողություն Քիչ է, հա։ Չէ, անելը չէ Մշակման ձևը, աշխատանքը բոլորովին այլ է Կոպիտ կհնչի, բայց այսօր կոմբինատում պատահականություններ են հավաքվել Ինչքան գիտեմ, հասկացա, որ պետությունը հենց որ պայամուտել հիմասի համար, որ մարդը նշանակում Արդեն էկոլոգիային չեն հետևում Պարոն նախագահ, այս բանով ես ասեմ, այդ պետության մարդը, որը որ նշանակվել է, 2 տարի է մարզային փոքրիկ օրգիդարխակալ։ Համար էլ նշանակում Այո, հիմա մեծամասնությունը այդ մարդուց աշխատանքի ընդունեն, չընդունեն, քաղաքական տեսակի լրիվ այդ դաշտապերված։ Եվ կարելի ասած 90%-ով այդ մարդն է կառավարում, Քաջյանի գումբինատը։ Բոլորը գիտեն, ուղղակի երևի չեմ ուզում արտահայտել։ Բացի այա, որի անունը Պապայան Նարեկ։ Բոլորը գիտեն, ինքը դարել է օլիգարխ, ինքն է որոշում, ով պիտի կոմբինատում աշխատի, ով պիտի կոմբինատում չաշխատի։ Իրա պաշտոնի ինչ է։ Իրա պաշտոնը պետական այդ փայի Քաջյանի կոմբինատում։ Բայց մենեջերը Աստորեն ինքը սենց կառավարման ուժ վտակներ ունի Քաջյանի կոմբինատում եւ ինքն այս լրիվ Քալուզար շալի ինքն է կառավարում, օգտագործում նույն այդ ուծակները։ Տեսա։ Քաջյանի եւ Կապանի մեր մոտը օրինակ իմ մոտեցումը հետևյալն է, եթե կառավարությունը ուսումնի տեխայանում Կորուպցիոն ռիսկերը միայն շատանում, որոնցիներ քաղաքական բաշխի ստանցել է դերսերեցին ինցայքները։ Կոնկրետ մարդանը և այդ ամբողջ համակարգը լծակ օգտագործել գործի։